Ինչ եք կարծում, Փաշինյանը խոչընդոտել է Արցախի նախագահի ընտրության։ Այո, Ինչու եք այդպես կարծում։ կարծիքս է։ Ընտրությանը, Մայիսի 28-ին միջև պիտի տեխնացու առաջադրվեր, բայց բայց հիմա ուրա Ղարաբաղ նախագահ ընտրվել։ Բայց փաստացի պիտի նախագահ ընտրվեր, ժամկետը արդեն լրացել էր, բայց նույնիսկ տեխնացու չի առաջադրվել։ Բան, որտեվ չկա Ղարաբաղ հիմա։ Ղարաբաղը Ադրբեջանինն է, որտե ինչ նախագահ ընտրվի, որ Փաշինյանը բանան է ընդդիմանա կամ չդիմանա։ Ես խաբար չեմ։ Կարծում Փաշինյանը խոչընդոտել է Արցախի նախագահի ընտրությանը։ Փաշինյանը ամեն ինչին է խոչընդոտել, հայ ժողովրդին ինչ վերաբերվում է, չեմ կարծում։ Մինչև մայիսի 28-ը նոր տեխնացու պիտի առաջադրվեր, բայց այդպես էլ չի առաջադրվել։ Մայիսի 28-ը ինչի համար։ Արցախի նախագահի։ Արցախի որ նախագահի, ինչի համար։ Արցախ կա։ Այդպես պիտի նախագահի տեխնացու առաջադրվեր, բայց Տեղյակ չեմ դրանից։ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտել է Արցախի նախագահի ընտրությանը։ Կարող է, չգիտեմ, չեմ իմանում։ Հնարավոր է ամեն ինչ։ Փաշինյանի անունը մի տվեք, ինչի բանը։ Մայիսի 28-ը միջև պետք է տեխնացու առաջադրվեր, բայց չի առաջադրվել։ Որ մայիսի 28-ը։ Այս մայիսի 28-ին։ Տեխնացու պիտի առաջադրվեր Արցախի նախագահի, բայց չի առաջադրվել։ Ընդ Արցախի ժողովուրդը որոշեինք առաջարկի իր տեխնացուին, ինչու է նայում սրան կամ նրան։ Հնարավոր չէ, որ Փաշինյանը խոչընդոտած լինի դրան։ Հնարավորություն չեմ բացառում, բայց Արցախի հանրապետությունը եւ Արցախի բնակչությունը, որոնք իրավասու են ընտրելու նախագահ, նրանք պետք է ընտրեն նախագահ, առանց նայելու որևէ մեկի խոչընդոտմանը կամ քաղաքական հավակնություններին։ Դա շատ սովորական բան է։ Ինչի համար են նրանք իրենց համար խոչընդոտներ ստեղծում կամ պլանավորում ստեղծել։ Նրանք ազատ են ընտրության մեջ, թող ընտրեն, Հայաստան Հանրապետության բնակչությունը կպաշտպանի դա, անկախ երևույթից թե քաղաքական իշխանություններն ինչպիսի դիրքորոշում կունենան։ Դա մեր ժողովրդի նպատակն է կամ մեր ժողովրդի ցանկությունը, ոչ թե այս կամ այն քաղաքական գործի հեռակա կամ մոտակա նպատակն է։ Չեմ խորացել այդ հարցը։ Ոչ։ Ոչ, այդ ձեռքում տեխնացու չառաջադրվեց։ Ինչ, այսինքն ինչ Մինչև մայիսի 28-ը ժամկետը լրացել էր լիազորությունների նախագահի եւ պետք է նախագահի նոր տեխնացու առաջադրվեր, բայց փաստացի չառաջադրվեց եւ Արցախի հանրապետությունը նախագահ չունի։ դե հա չունի, բայց Փաշինյանը ինչ կապ ուներ։ Ձեր կարծիքով չի խոչընդոտել։ Ոչ։ Լրացել էր Արցախի հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը եւ մինչեւ մայիսի 28-ը պետք է նոր տեխնացու առաջադրվեր, սակայն Արցախի նախագահի տեխնացու այդպես էլ չի առաջադրվել եւ փաստացի Արցախի հանրապետությունը չունի նախագահ։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը խոչընդոտել է Արցախի նախագահի ընտրությանը, թե ոչ։